Ողջույն, առաջին անգամ առանց պատրաստման փորձում ենք գնալ մոտավորապես 25 կիլոմետր հեծանիվով դեպի մի հիասքանչ լճակ։ Ճանապարհորդությունը փորձում ենք կատարել այսպիսի մի կիսահին հեծանիվով։ Նախատեսվում է ժամանումը մոտավորապես 1.5 ժամից։ Գնացինք։ Այս փոքր մեքենաները կոչվում են միկրոլինո, BMW Isetta մակնիշի մեքենաների մոդեռն ռեպրոդուկցիաներն են և շատ թանկ են, մոտավորապես 20,000 եվրոից ավել։ Նախատեսված փոխնորդ վերնաշապիկը օգնում է պայքարել ցրտի դեմ։ Եղանակային պայմանները այդքան էլ դեռ չեն լավացել։ Հուսով ենք ճանապարհին շատ ցուրտ չի լինի։ Հասին կոչվող թաղամասով Հասինգը ժամանակին եղել է Մյունխեն քաղաքից դուրս, սակայն ժամանակի ընթացքում քաղաքը Մյունխեն ընդարձակվել և իվա Հասինգը գտնվում է Մյունխենի մեջ։ Վերջապես Մյունխենին հարակից շրջաններից հեսա Կաուտինգ Շտեկդորֆ է կոչվում, դուրս են գալիս։ Մեծ ձեռքբերում։ Ամացից անցնում ենք բնության միջավայր։ Անտառի մեջ եղանակը շատ ավելի ցուրտ է, որը մի քիչ բարդացնում է հեծանիվ քշելը, սակայն ստոմատակից դուրս կգանք։ Այստեղ փոքրիկ լճակներ կան, սակայն սա մեր destination-ը չի։ Կանաց 1 ժամ 8 րոպե։ Վայրի բնության տեսարանները։ Առաջի ընդմիջումը մի փոքր հանգստանալու համար։ Մնաց 1 ժամ։ Ընդմիջում համար 2 հիասքանչ Կաուտինգ փոքրիկ քաղաքիկում։ Հեծանիվը և շորերը նույնպես գտնվում են հանգստի վիճակում։ Կաուտինգի սագերը։ Ուղևորվում ենք մի լիճ, որի անունն է Շտամբերգ։ Այդ լիճը շատ հայտնի է իր պատմական իրողություններով, մասնավորապես այդտեղ խորտակվել է Բավարիայի վերջին թագավոր Լյուդվիգը։
Սեբաստիան հեծանի վարելը շատ լավ ինտեգրման միջոց է։ Տիտիկների ծլվլոսներ, թարմ օդ, կանաչեղեն, մի խոսքով լավ թարմանալու միջոց։ Գետում տարիքով մարդիկ զբաղվում են ձկնորսությամբ։ Շտամբերգի ճանապարհին այսպիսի մի հետաքրքիր բավարարական ոճով կառուցված մատուռ կա։ Տեսնենք մեջ ինչպիսի վիճակ կա։ Հա։ Սակայն շատ կոլորիտային հետաքրքիր միջավայր ունի։ Լքված առանձնատներ։ Մնաց ընդամենը 10 րոպե հասնելու համար։ Վերջապես ֆորմալ ձևով մտնում ենք Շտարնբերգ։ Երկար ժամանակ տրված նպատակը վերջապես իրականացավ։ Այստեղ դիմացում մեքենաների արագաչափ, տեսնենք հեծանվորդների համար աշխատի։ Չէ, աշխատեց մոտավորապես 20 կմ/ժ լավ արագություն։ Ահա եւ Շտամբերգի կայարաններից մեկը։ Փաստորեն առանց պատրաստվելու հեծանիվով Մյունխենից Շտարնբերգ գալը շատ հնարավոր եւ իրականանալի է։ Այնքան էլ ոչ նախատեսված հեծանիվով։ Այստեղ խնդիրներ ունեն փոխանցման մեխանիզմի հետ կապված։ Երկար սպասված արժանի ուտելիքը։ Հեծանիվ քշելուց սովածանալը այնպես հեշտ է ստացվում, չգիտես ինչի։ Շտամբերգ քաղաքի լճապնյա շրջաններին ենք մոտենում։ Հարուստների ապրելու թաղամասերը։ Ահա եւ հիասքանչ լճակ Շտարնբերգերի լիճը։ Լճի այն մասում գտնվում է Բերգ կոչվող փոքր գյուղաքաղաքը, որտեղ խորտակվել է Բավարիայի թագավոր Լյուդվիգը։ Շտամբերգի հորիզոնը ամբողջնելիս եւ այսպիսով ավարտնում ենք հեծանվան ճանապարհորդությունը Շտամբերգից։ Կհանդիպենք հաջորդ ճանապարհորդություններում։ Հաջողություն։